Բարի երեկո ժողովուրդ ջան, բարի երեկո սիրելի հետևորդներ, ընկերներ, թե Facebook-յան, թե YouTube-յան կանալների հետևորդներ, շնորհակալություն, որ ակտիվորեն կիսում եւ տարածում եք նյութերը, դրանք օգնում են, որպեսզի մենք կարողանանք հանրությունով, հասարակությունով, քաղաքացիներով կամ ժողովրդով, ով ինչպես ցանկանում է կարող է ձևակերպել, ձեռնարկել որոշակի գործողություններ, օգուտ մեր բոլորիս շատ սիրելի Հայաստանի Հանրապետության։ Այս հետերը բավականին կարևոր է, որովհետև վաղը մենք որոշակի զբոս, որոնք որ բնականաբար ինչքան էլ որ կառավարությունը կամ իշխանությունները կամ այս պարագայում արտախորհրդարանական ընդդիմությունը ցանկանա օգտակար լինել, որպեսզի դրանք լուծվեն, միևնույնն է, ես միշտ կարծել եմ ու կարծում եմ, որ հանրությունը, հասարակությունը այդտեղ պիտի իր ուրույն դերն ունենա եւ գործողությունները պետք է ունենա, գործողությունների հաջորդականությունը պիտի ունենա եւ կարող է դրանով կամ սատարել կամ առաջարկել կամ պահանջել ըստ սահմանադրության իրեն թույլատրելի օրենքների սահմաններում իր պատկերացումները։ Քանի որ ես ինքս չեմ հանդիսանում քաղաքական որևիցե մեկը եւ չունեմ քաղաքական պատկերացումներ կամ երազանքներ, նպատակներ, ապա որպես քաղաքացի, ակտիվ քաղաքացի առաջարկում եմ բոլոր ակտիվ քաղաքացիներին վաղը ժամը 18:00-ին, ես հասկանում եմ ժամն այնպեսին է, որ շատերը գուցե աշխատում են եւ 6:30 կամ 7-ին են վերջացնում աշխատանքը, ոչինչ հոգ չէ, եթե ուղիղ եթերում կդիտեք ու կարող եք միանալ մեզ, եթե ցանկություն ունեք, հավաքվենք եւ այն ինչ որ անում ենք Facebook-ում, այն գրառումները, մեր մոտեցումները ինչ որ անում ենք Facebook-ում կամ համացանցով առհասարակ տարբեր բաներով փորձենք այդ ամեն ինչը կենթանի զրույցի վերածել եւ կենթանի կերպով շփվելով բոլորից տեսնելով մեր մտքերը ավելի նորմալ կիսենք եւ մեր պատկերացումները առաջիկա քայլերը հենց տեղում որոշենք։ Ուրեմն զբոսանք է կոչվում, ես կարծում եմ ընդհանուր առմամբ ինքը այնքանով է լավ անվանում, որ մեծ հաշվով առհասարակ եթե լինում են հավաքներ կամ ակցիաներ եւ այլն, ես սա ուզում եմ բոլորս հասկանանք, հա։ Եթե լինում են հավաքներ կամ ակցիաներ կամ այդպիսի կոչեր, ապա անհրաժեշտություն է լինում դիմելու ոստիկանությանը պարտադիր ձևով, որպեսզի նրանք ապահովեն մեր բոլորիս անվտանգությունը։ Բայց ես չեմ ցանկանում, որպեսզի հանրային օրակարգի պաշտպանությունը, հոբ հասարակական կազմակերպությունը այս ձեռնարկը ներկայացրած լինի, ես սա ոչ թե ասում եմ, որ որպես հոբ կազմակերպության նախագահ, այլ որպես ակտիվ քաղաքացի։ Ուստի մեկը մյուսի հետ կապելու անհրաժեշտություն չկա, իհարկե մենք սիրով կարող ենք ստանձնել կազմակերպչական հազարով մի բաներ, բայց այնուամենայնիվ, քանի որ շատ ազնիվ են մեր մղումները, ուստի որպես քաղաքացի եմ սա հայտարարում եւ չեմ զանգահարել, մի շաբաթ մտածում էի զանգեմ ոստիկանություն, թե ոչ, բայց ոստիկանությունը պետք է տեղեկացնել այն պարագայում, եթե սա հավաք է, սա հավաքի կոչ է կամ գործողություններ սկսելու մասին է եւ այլն։ Ես դրա համար չեմ զանգելու, չեմ պատրաստվում զանգահարել, ես առաջարկում եմ զբոսանք։ Առաջարկում եմ գաղափարակից մարդկանցով, ովքեր վերջին շրջանում զարգացող իրադարձություններին հատկապես ուշադիր են ու ունեն ասելիքներ, ապա հավաքվենք, համ իրար կտեսնենք, համ ովքեր ծանոթ չեն կծանոթանան, ովքեր ծանոթ են շատ ավելի լավ, ու համատեղ ակտիվ քաղաքացիներով կփորձենք մեր գործողությունները քիչ-քիչ համակարգել։ Մի հատ կհավաքվենք, կհասկանանք ինչ է, շատ հնարավոր է, ես հիմիկվանից ասեմ, առաջարկում եմ, որպեսզի մի փոքր այնտեղ զրուցելուց, շփվելուց հետո առաջանանք դեպի ամենամոտիկ եկեղեցին, Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, Ռենսիայի մոտ, մի հատ էլ այնտեղ սիրուն բոլորով մոմավառություն կանենք, ինչ որ ընդհանուր հայտարարի կգանք հետագա մեր գործողությունների շրջանակներում, բոլորդ կարող եք մասնակից լինել այդ մտքերի առաջարկների մասով եւ միասին որոշումներ կայացնելով, դրանից հետո հաջորդ շաբաթվա հաջորդ օրերի ընթացքում կկարգավորենք մեր գործողությունները արդեն։ Ես հասկանում եմ, որ հիմա հռետորական մի ճառով հանդես չգալը գուցե որոշ բաներ վնասի, բայց ես դրա ցանկությունն էլ չունեմ գնամ այդ ուղղությամբ, ես շատ ավելի շատ փորձում եմ մաքսիմում ազնիվ ուղղությամբ գնալ։ Տեսեք, ազնիվ մաքուր հասարակ։ Ինչ եմ իրականում, ինչի մասին է այս ամեն ինչը, մի քիչ ավելի մանրամասն է։ Նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետությունում բոլորս ենք հասկանում, որ որոշակի դանդաղումներ կան օրենսդրական համակարգում։ Եվ Հայաստանի Հանրապետությունում դրանից ելնելով շատ խմբավորումներ, ովքեր իրենց անունը դրել են կուսակցություն, նրանք արդեն սկսել են ավելի հեռուն գնալ ընդհուպ մինչև հոկտեմբերի 27-ը արդարացնեն կամ ներկայացնեն որպես հերոսական դրվագ։
Սրանից ելնելով բանը հայ առաքելական Սուրբ եկեղեցին նույնպես որոշակի գործողություններ է անում, քաղաքականացվում է եւ դրանով սատարում է նախկին ուզուրպատորներին, իրենք էլ հենց հանդիսանալով ուզուրպատորներ։ Մեր եկեղեցին չի կարող ախտոտվել, մեր եկեղեցին չի կարող դառնալ քաղաքական գործիք որևիցե մեկի ձեռքին, եւ նրանք, ովքեր որ եկեղեցուն ներսում ծառայելով հանրությանը եւ Աստծուն փորձում են այդտեղ խաղեր տան, ուրեմն պիտի մաքրվեն։ Ես չեմ ասում, թե եթե վաղը հավաքվենք, անպայման գնալու ենք հենց վաղն էլ գործողություն իրականացնելու։ Ես հասկանում եմ, որ մենք լինելով հայ մարդիկ, ունենալով բավականին բուռն զգացմունքներ, սիրում ենք շատ արագ հավաքվել, մի զարկով հարցը լուծել ու դուրս գալ։ Իսկական Սասունցի Դավթի պատմությունն է։ Բայց այնուամենայնիվ այս իրավիճակում, քանի որ վարչապետն էլ իր հերթին հայտարարել է խումբ ստեղծելու եւ այլնի մասին, այսինքն շատ նրբանկած զգուշ քայլեր է ձեռնարկում, ես ինքս ասեմ, որ առայժմ չեմ գրանցվել ու դժվար թե գրանցվեմ, ես հասկանում եմ, որ բացի այդ ամեն ինչը, քանի որ կառավարությունը լինելով երկրի իշխանություն ունի որոշակի կաշկանդվածություններ քայլեր ձեռնարկելու, ես առաջարկում եմ զուգահեռաբար մենք քաղաքացիներով հավաքվենք, մեր մտահոգությունները ներկայացնենք, մեր մտահոգությունների շուրջ ծրագիր կազմենք ու սկսենք գործողություններ իրականացնել։ Էլ եմ կրկնում, ինքս որևիցե քաղաքական պատկերացում կամ բան չունեմ։ Այս իրավիճակը ցանկացած մեկը ով կցանկանա քաղաքականացնել, հանգիստ կարող եք նրա վրա ճակատին գրել սրիկա, պիտակ ու ճանապարհել դեպի իրենց տուն։ Ես միշտ ակտիվ եմ եղել իմ գործողություններով, չեմ զլացել, երբեմն նաև դեմ եմ գնացել կառավարության կամ իշխանության որոշումներին, իմ իշխանություններն են, լեգիտիմ իշխանություններն են, ինչպես ցանկացել, այնպես վարվել եմ, դա իմ խնդիրն է։ Ու դրա մեջ որևիցե վատ բան չկա, բայց այս պարագայում չպետք է իշխանություններին, մաքսիմում պետք չի իշխանություններին ու կառավարությանը խառնել այս հարցին, որովհետև ամենակարևորը հետևյալն է։ Սա ժողովուրդն է եւ ժողովուրդը ունի ասելիք ու այդ ժողովուրդը այն գիտակից ժողովուրդն է, որ հեչ պարտադիր չի որևիցե քաղաքական ուժի կողմից ուղղորդվի։ Եթե կան այլ քաղաքացիներ, ովքեր հանդիսանում են այս կամ այն կուսակցության անդամ, խնդրեմ մենք դրա մասին, դրան բացասական չենք վերաբերվում, կարող եք գալ միայն մի պայմանով, որ դա չեք փորձի վերածել քաղաքական դիվիդենդի։ Մեր զբոսանքին ոչ մի կերպ հրավիրված չեն Սաթիկ Նյուզերի ներկայացուցիչները եւ ցանկացած մի լրագրող, ով կցանկանա սադրիչ գործողություն իրականացնել կամ առասարակ ներկանալ առանց մեր թույլտվության լուսաբանելու, կարժանանա շատ ծանր պատասխանների։ Ես խնդրում եմ ժողովուրդ ջան, քանի որ տեսնում եմ, որ շատերը կիսվել են իմ հրապարակումը, շատ շնորհակալություն բոլորին եւ կիսվել են վստահաբար ոչ միայն նրա համար, որ իմ արած հրապարակումն, այլ իրենց սրտով դրա համար։ Ուստի պիտի խնդրեմ որևիցե կողքից սադրանքի չենթարկվել, մենք հավաքվում ենք, նստում զրուցում ենք, մեր դարդերը, մեր մտորումները իրար ենք տալիս, տեսնում ենք տակը ինչ է մնում, փորձում ենք պայմանավորվածություններ ձեռք բերել որպես քաղաքացիներ, միասին գործողություններ իրականացնելու հետագայում, գնում ենք մի հատ շատ հնարավոր է գնում ենք, այդ արդեն տեղում կորոշենք, սա ընդամենը առաջարկ է, գնում ենք մի հատ սիրուն Սուրբ բանի կինոռասիայի եկեղեցին մոմ ենք վառում ու գնում ենք տներով ու սպասելով արդեն հաջորդ քայլերին, որովհետև հաջորդ քայլերը կարող են լինել օրինակի համար դատախազության մոտ կամ նման ակցիաներ, եթե սկսենք արդեն դրանք վերածել ակցիաների, իսկապես նաև կտերեկացնենք օրենքով սահմանված կարգով ոստիկանությանը, որպեսզի պաշտպանեն մեր անվտանգությունը, կներկայացնենք դատախազությանը ամեն ինչ որ տեսել ենք, լսել ենք, գիտենք, կարող ենք եւ հետագայում կառավարությանն մեր առաջարկներն, եթե կունենանք առաջարկներ ներկայացնել մեր բաժներն, ինչու ոչ նաև ազգային ժողովի մոտ եւ այլն։ Ես կարծում եմ, որ քաղաքացի, ես ինքս Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, պաշտոնյա չեմ ոչ մի կերպ, չունեմ քաղաքական ինչ-որ նպատակներ, ուստի որպես ակտիվ քաղաքացի խնդրում եմ, որպեսզի բոլոր այն քաղաքացիները, ովքեր համարում են իրենց էությամբ Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի, ապա միանան այս ամեն ինչին ու սկսենք միասին մտածելով գործել։ Սա անգամ մեր հասարակական կազմակերպության մասին չի, ոչ միայն քաղաքական չի, այլ նաև հասարակական կազմակերպության մասին չի։ Սա ակտիվ քաղաքացիների մասին է, որ կարիք ունենք նախ եւ առաջ ծանոթանալու, մեր մտքերն ու հույզերը գրառումների փոխարեն անել կենթանի շփման ժամանակ միասին փոխանցելով մեր պատկերացումները։ Հուսամ ըմբռնումով եք մոտենում, հասկանում եք խոսքը ինչի մասին է։ Ես չունեմ ինչ-որ
ակնկալիքներ, որ վաղը հեսա մի 10,000 հոգով ելնում են գնամ, չգիտեմ ինչ, ոչ, բացարձակ, բայց ամեն դեպքում ցանկացած մեկի ներկայությունը խոսելու է ձեր մտահոգ ակտիվ քաղաքացի լինելու մասին։ Կլինեն էլի շատերը, որ ովքեր ապրում են այլ վայրերում կամ իրաց այդ օրը հարմար չէ, ժամը հարմար չէ, այնպես չի, որ ասում եմ, եթե դուք չգաք, ուրեմն բան մեզ խորում ենք, չէ, բացարձակ։ Ոչինչ, մենք մեր զբոսանքի արդյունքները կհրապարակենք եւ կասենք, թե որ դեպքերում կարող եք մեզ հետևել ու հետագայում ձեր ակտիվ մասնակցությունը ցուցաբերել։ Այնպես որ շատ լավ հասկանալով, որ հիմի կարող է մի հատ ռետորական կոչ անել, մի հատ չգիտեմ, ինչ որ ազդեցիկ խոսույթով հանդես գալ, բայց դա կլինի երևի ուրիշ պարագաներում, այս պարագայում որպես քաղաքացի ես կարծում եմ ընդամենը միտքը պիտի արտահայտի եւ արտահայտեցի։ Եթե կան հարցեր, ապա ես 1-2 րոպե կտրամադրեմ, որպեսզի դուք հասցնեք գրել այդ ամեն ինչը, ես կկարդամ ու կշարունակեմ։ Հիմա Արա Ադամը գրել է. Ես առաջարկում եմ բոլոր եկեղեցիների կանոններին նույն հարցը տրվի։ Կաթողիկոսը երեխա ունի Արա ջան, ես համաձայն եմ որոշակի օրենքով մտքի հետ, բայց խոսքը այստեղ ես ուզում եմ երկու բան հասկանալ։ Քո գրառման հետ կապված։ Մենք չենք հավատվում վաղը, որպեսզի ինչ որ հարցեր լուծենք, եւ չենք հավատվում վաղը, որպեսզի եւ բանը կներեք, օրակարգը, այսպես ասած, հանրային ժողովրդական օրակարգը միայն եկեղեցում տիրող իրավիճակը չէ։ Այն ավելի ընդգրկում կարող է լինել, որովհետեւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պղտորվել է ոչ միայն Գարեգին Բեի կամ Կտրիչ Ներսիսյանի գործունեության արդյունքում ու նրա այդ ուզուրպատորական շրջանակների արդյունքում, այլ նաև երբեմնի կառավարությունների, իշխանությունների կամ նախագահների անգործության պատճառով կամ միասին իրար բերանտկած աշխատել է։ Ուստի հարցը մենակ մի բանով սահմանափակել պետք չի, սա մեկ։ Երկրորդ, այո, տեղում կարող ենք մտածել եւ հարցը դնել ոչ թե Կտրիչ Ներսիսյանը երեխա ունի թե չէ, ունի։ Երեխա չէ, երեխաներ ունի ու ասենք ես ասեմ ավելին, նրա դուստրը, ով ում նկարները շատ ծառացում է, ես չեմ թիրախավորում բնավ տվյալ ազնվորությանը, ճիշտ հակառակը մարդը մեկ չունի, որ այդպես հաստատվել, բայց տվյալ մարդը նույնպես ունի Facebook-յան էջ եւ իր Facebook-յան էջում որևիցե կերպ մինչ այսօր չի հերքել, որ ինքը հնարավոր է հանդիսանում է Կտրիչ Ներսիսյանի դուստրը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը շատ ավելի լայն է եւ 3 մանրամասն ներկայացրել եմ։ Զուգահեռաբար, չնայած այս կոչը ես առանձին եթերով էլ կամ գրառումով էլ գուցե ներկայացնեմ, զուգահեռաբար ասեմ հետեւյալը։ Հայաստանի Հանրապետությունից դուրս ցանկացած հայկական համայնքում կամ գաղթօջախում գործող եկեղեցին կամ թեմերի առաջնորդներին ես խնդրում եմ, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, հետևյալը. մի փորձեք սրել իրավիճակը։ Երբ դուք փորձում եք պաշտպանել Կտրիչ Ներսիսյանին, սա համոզմունք է, նա երբեք Գարեգին բն չի եղել, չկա ու չի լինելու, նա Կտրիչ Ներսիսյանն է, ու ձեզանից ցանկացածը, ով Կտրիչ Ներսիսյանին փորձում է պաշտպանել, նա գնահատվելու է ժողովրդի կողմից, որպես հերթական պղծողը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու։ Հերթական պղծողը։ Եվ ես ձեզ խոստանում եմ, որ ձեր մասին տվյալները, երբ որ հրապարակվեն, ես չեմ ցանկանում դա, ես չեմ ցանկանում, որպեսզի այն ամեն ինչը ինչ որ կա մեր ձեռքի տակ հրապարակենք ու իսկապես ավելի բարդ դրության մեջ դնենք ձեզ եւ դրանով մեր եկեղեցին մի փոքր երևի հեղինակության վրա ավելի ազդի։ Ամեն դեպքում խնդրում եմ ձեզ տարբեր թեմերի առաջնորդներ, փորձեք այս ամեն ինչից անմասը, փորձեք երբեք չխառնվել ոչ մի բանի, որովհետև Կտրիչ Ներսիսյանին պաշտպանելով դուք պաշտպանում եք սրբապղծությունը եւ դուք դեմ եք դուրս գալիս Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում։ Դուք արատավորում եք այն ամբողջը ինչ որ գոյություն ունի եւ գոյություն է ունեցել հազարամյակից ավել։ Այնպես որ դուք գիտեք, սա այնպեսի երկիր է եւ մենք էլ այնպեսի ժողովուրդ ենք, բոլորս ունենք կապեր, ունենք տեղեկություններ, որտեղ ինչա կատարվել, ինչ չափով մեծ կամ փոքր եւ որքանով է արժանացել հոգեվոր խորհրդի գնահատականին եւ ինչու չի արժանացել կամ ինչու է մի փոքր ավել արժանացել։ Այնպես որ ձեզ կներեք, չեմ ուզում կոպիտ ասել, չեմ ուզում ասել ձեզ խելոք պահեք, ես ընդհանրապես կասեմ հետեւյալը. եթե դուք դուզն ինչ հարգանք դեռևս 100-ից 1% մնացել է ձեր հոգու խորքում, ապա փորձեք հերու խաղալ այն ամեն ինչից, ինչ հիմա տեղի է ունենում։ Ես կրկնում եմ, ես չեմ ուզում շատ վատ բաներ խոսել, շատ վատ բաներ հրապարակել։ Այնուամենայնիվ մի հատ փոքրիկ անդրադարձ կանեմ
ասողիկ քահանա վարդապետ Աբեղային, ինչ եմ ես 3 բառեր օգտագործում, որովհետև կարծես թե Էջմիածինն էլ, Սուրբ Էջմիածինն էլ չի որոշել, թե վերջնա ով է։ Ես հեսա մի փոքր անց կամ վաղը երևի գրառում կանեմ, Տեր ասողիկ քահանա, Աբեղա։ Դուք Արայիկ Հարությունյանին փորձում եք ինչ-որ բան հակադարձել, պատասխանել, ասեմ, որ ձեր վարկերպումները բավականին գրագետ էին, դրա մասին չի խոսքը, բայց ձեր գրառման ներքևի հատվածում դուք ներկայանում եք որպես Աբեղա։ Ապա պատասխանեք, խնդրում եմ, 25 թվականի եկեղեցական օրագրի բանի մեջ կալենդար օրացույցի մեջ ինչու է ձեր կենսագրությունը գրած որպես քահանա թե երբեք ձեռնադրվել, դրանից հետո տակը ինչու է գրված, որ դուք հանդիսանում եք վարդապետ։ Խնդրեմ, այս հարցին անպայման փորձեք պատասխանել, որովհետև հենց դուք առանձնացված եք մեր տեսադաշտում, ձեր ապուշ արտահայտությունների համար, ինչ որ արյան ծովեր, չգիտեմ, դիմադրություններ եւ այլնի մասով, ձեր էշ արտահայտությունների համար դուք հայտնված եք մեր ուշադրության կենտրոնում։ Իսկ Ֆրանսիայի թեմի առաջնորդին կասեմ հետեւյալը. կարող ենք իմանալ, այդ ինչ առանց հաշվետվություն ներկայացնելու մոտ 700,000 եվրոյի ինչ-որ առանձնատներ եք կառուցում եւ այլն։ Մենք կարող ենք նաեւ անդրադառնալ իհարկե Կանադայի թեմին նույնպես։ Դե Մոսկվա չգնանք երևի, այնտեղ որ մտնենք դուրս չեն գա այնքան խնդիրներ կան, այնպես որ որպեսզի հետագայում չստացվի թե մենք փորձում ենք ձեզ վնասել եւ ձեզ թշնամի ենք համարում, ոչ, մեր խնդիրը թշնամիներ փնտրելը չի։ Մենք շատ բան կարող ենք հրապարակել, բայց մեր խնդիրը թշնամիներ փնտրելը չի, թշնամանալը չի։ Մենք քրիստոնյաներ ենք, մենք ցանկանում ենք, որ մեր եկեղեցին լինի մաքուր եւ մեր եկեղեցական գործունեությունը ծավալվի այնպես, ինչպես որ հազարամյակներով ծավալվել է։ Եվ դուք այսօր հանդիսանում եք խոչընդոտ այդ ամեն ինչին եւ ձեր տերը ոչ թե Աստված է, ձեզանից շատերի տերը ոչ թե Աստված է, այլ Կրեմլը կոնկրետ։ Ու եկեք շատ չխորանանք այդ մասով։ Վաղը ժողովուրդ ջան, բոլորս ասում Դավիթ, դու ովքեր ցանկանում են։ Տեղում չի լինել ոչ ռուպերա լինելու, որևիցե մեկը բանախոսությամբ հանդես չի գալու, որևիցե մեկը, չգիտեմ ինչերով հանդես չի գալու, հավաքվում ենք ինչքանով որ հավաքվում ենք, զրուցում ենք, կիսվում ենք, մեր մտքերը ներդաշնակում ենք ու անցնում ենք առաջ։ Հենց տեղում էլ կարող ենք կազմակերպել որոշակի համակարգող խումբ, կազմել որոշակի համակարգող խումբ եւ դրանից հետո մեր ծրագրերը, պլանները, փառք Աստծո, ժամանակակից տեխնոլոգիաները շատ բան թույլ են տալիս, դրանց օգնությամբ կարող ենք արդեն որպես Հայաստանի Հանրապետության ակտիվ եւ մտահոգ քաղաքացիներ, էությամբ եւ մտքով քաղաքացիներ, մենք կարող ենք մեր ձայնը շատ տեղերում բարձրացնել, դրանով օգտակար չլինելով օպոզիցիա, չլինելով իշխանություն այնքանով, որքանով որ ժողովուրդ հանդիսանում է իշխանություն, այսպես թե այնպես, բայց իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս իմաստից բացի մյուս մասով չլինելով ոչ իշխանություն, քաղաքական իմաստով ոչ իշխանություն, ոչ օպոզիցիա, ունենալով մեր քաղաքական պատկերացումները դրանում բոլորն են ազատ, միևնույն է քաղաքացիներով մեր հարցադրումները այդ դրանից հետո այդ օրը եւ դրանից հետո շատ ճիշտ տեղերում դնելու եւ մեր պահանջները ներկայացնելու։ Ես կարծում եմ, որ մենք դրանով կարող ենք օգտակար լինել, որոշակի օրեր լինելով թե իշխանություն, թե ընդդիմություն, օգտակար լինենք, որպեսզի մեր պետությունը օր առաջ ամրանա ու կանգնի ավելի ամուր ոտքերի վրա։ Ես այսօր անկեղծ եթե լինենք, մի բան մտածում էի գուցե կոչ անենք, որպեսզի վաղ այդ զբոսանքը դադարեցնենք, որովհետև տեսնում ենք տարածաշրջանի եռումը ու վստահաբար մեր անվտանգության խորհուրդը կամ անվտանգության հետ կապված տարբեր կառույցները պետք է որ խիստ զբաղված լինեն, հավելյալ ծանրաբեռնվածություն չառաջացնենք, այնուամենայնիվ, քանի որ մեր մտադրությունները բարի են եւ հանուն պետության, կարծես եկային եզրահանգման, որ անհրաժեշտություն կա այսպես թե այնպես հավաքելու։ Ինչ որ բան չենք անելու։ Ընդամենը պարզ սիրուն զբոսանք, շփվելու ենք, զրուցելու ենք, մտորելու ենք, դրանից հետո եթե կան որոշակի եզրահանգումների, նաև համակարգելու ենք, նաև ընթացս գործելու ենք։ Սա ակտիվ քաղաքացիների համար հետաքրքիր մի հատ բան է սկսվում, որը եթե անկեղծ լինենք, ոչ
Ներկայում կարամ ասեմ ինչ է, ոչ էլ կարող եմ ասել հետո ինչ է դառնալու, որովհետև այդ ամեն ինչը ես չեմ անելու։ Այդ ամեն ինչը անելու ենք մենք բոլորս միասին։ Իհարկե, որոշ դեպքերում մի մասին մի որոշումը դուր կգա, մի մասին դուր չգա։ Հետո այն մյուս որոշումը ինչ որ մեկին դուր կգա, դուր չգա, բայց ես խնդրում եմ այս ճանապարհին որևիցե մեկը չհիասթափվի, չհուսահատվի, եւ եթե դուք պատրաստ եք, ձեր նյարդերը ամուր են եւ դուք կարող եք տիրապետել ձեր հույզերը եւ բավականին սառը մտքով առաջ ընթանալ, ապա վաղվա զբոսանքին առավել սիրով եք հրավիրված։ Այնպես որ այս նախաձեռնությունը ժողովրդական նախաձեռնություն է, հասարակական մեր բոլորիս կողմից քաղաքացիական նախաձեռնություն է, ինքնաբուխ նախաձեռնություն է եւ կարծում ենք դրա անհրաժեշտությունը կա եւ այդ նախաձեռնությունը միշտ կկարողանա օգնել, օգտակար լինել Հայաստանի Հանրապետությունը իր սեփականությունը համարող ցանկացած քաղաքացու համար։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, եթերը դիտելու եւ տարածելու համար, մնացածը արդեն վաղը տեղում շատ ուրախ կլինեմ որևիցե մեկին այնտեղ տեսնելու եւ կարծում եմ դա կլինի փոխադարձ։ Սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, գլուխներս բարձր, մենք կերտում ենք մեր սերունդների վաղվա օրը։ Մենք մի քայլ ուզում ենք արագ տեղի ունենա այն, ինչը որ կարող է դանդաղել։ Մենք կարող ենք օգնել, պարտադրել, որպեսզի որոշ չինովնիկներ, ովքեր համակարգային որոշակի թերություններ են թույլ տալիս հույս ունենալով, որ կվերադառնան նախկին ժամանակները եւ իրենց կկարողանան ավելի լավ զգալ, նրանց կպարտադրենք, որպեսզի աշխատեն։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Այնպես որ սա գաղափարի, մենտալիտետի, մտածելակերպի փոփոխության մասին է եւ քանի որ մեկը ես ընդհանուր պատկերացումների մոտ 70%-ը ունեմ ու ցանկացած մեկը ունեք որոշակի պատկերացումներ, ապա մեր հանդիպումը զբոսավայրում կարծում եմ բավականին օգտակար կլինի մեր պետության համար։ Մենք կխառնենք մեր մտքերը իրար, հետո սիրուն կդասավորենք այդ ամեն ինչը ըստ պետության կարևորության, պետության համար կարևորության։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, եթերը դիտելու եւ տարածելու համար, մինչ վաղը։ Սասունցի Դավիթը դա մեր հայ մարդու տեսակն է եւ այս խորհուրդը նույնպես պիտի վառ պահվի։ Իհարկե, հարգելով պետությունը, հարգելով եկեղեցին, բայց մեր ավանդույթները առաջնային են եւ մենք այդ արժե համակարգի կրողն ենք։ Եկեք լինենք մեր նախնիներին արժանի սերունդներ եւ լինենք մեր ապագայի սերունդների համար արժանի նախնիներ։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ։